Ողջույն բոլորին։ Այսօր ձեր ուշադրության ենք ներկայացնում կենդանակերպի նշանների, որոնք կլուծան շատ խնդիրներ եւ մինչեւ ամսվա վերջ կհարստանան։ Կենդանակերպի 3 նշանի ներկայացուցիչներ լրջորեն կմտածեն իրենց ֆինանսական վիճակը բարելավելու անհրաժեշտության մասին, բարձրագույն ուժերը նրանց կտան ճիշտ հուշումներ, ովքեր են այդ հաջողակները։ Ցուլ, դուք շատ պատասխանատու եք եւ աշխատասեր, դուք պետք է սահմանեք առաջնահերթություններ եւ որոշեք գործողությունների պլանը։ Ձեր ֆինանսական վիճակը կարող է բարելավվել, ձեր եկամտի մակարդակը կայուն կլինի, քանի որ կունենաք նոր աղբյուրներ։ Ձեզ սպասվում են մեծ ֆինանսական մուտքեր նախկինում իրականացված ծրագրերից, դուք պետք է ներգրավվեք ներդրումների մեջ։ Կարիճներ, ձեր ինտուիցիան ճիշտ որոշումներ է տալիս, օգտագործեք ձեր ճանապարհին հայտնվող յուրաքանչյուր հնարավորություն։ Տարեվերջին դուք կկարողանաք շփվել ազդեցիկ մարդկանց հետ, ձեզ համար նոր հնարավորություններ են բացվում։ Եթե դուք ստեղծագործեք, ապա շուտով կտեսնեք ձեր աշխատանքի արդյունքը։ Անմտածված գումարներ մի ծախսեք, ստացեք լրացուցիչ կրթություն։ Ջրհոս, բախտը չի լքում ձեզ, ձեր անսովոր գաղափարները կսկսեն իրական օգուտներ բերել։ Տարեվերջին պետք է ստանձնեք կոլեկտիվ նախագծերի իրականացումը, մեծ պլաններ կազմեք ապագայի համար, հաջողությունը սպասում է ձեզ բոլոր ջանքերում, բացահայտեք նոր հնարավորություններ ինքներդ ձեզ համար, հանգամանքները ձեզ կտանեն ճիշտ ճանապարհի վրա։ Իսկ այս ամենին զուգահեռ ձեր ուշադրությանը կներկայացնենք մարտ ամսվա ֆինանսական հորոսկոպ բոլոր կենդանակերպի նշանների համար։ Աստղերը ֆինանսական տեսանկյունից շատ հետաքրքիր մարտ են խոստանում աստղագիտական եզակի երևույթի շնորհիվ, մեկ ամսում 2 ուժեղ խավարում տեղի կունենա։ Ամեն ինչ կսկսվի մարտի 14-ին լիալուսնի նախօրեին, լուսնի խավարմամբ եւ մարտի 29-ին նորալուսնի ժամանակ արևի խավարմամբ։ Ավանդաբար աստղաբանության մեջ լիալուսնի էներգիան խավարման հետ համատեղ ընդգծում է բոլոր ներքին հատկությունները, ներքին խնդիրները, որոնք մեզ խանգարում են մեծ գումարներ վաստակել։ Հիանալի ժամանակ է մտածելու այն մասին, թե ինչ եք սխալ արել, ինչ բացասական վերաբերմունք կար ձեր գլխում եւ հաղթահարել այդ ամենը։ Այնուամենայնիվ շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ցանկացած փոփոխություն տեղի է ունենում ներդաշնակության ճանապարհին փոխակերպվելու համար։ Խոյերին մարտին բավականին հետաքրքիր շրջան է սպասվում։ Արևը կսկսի մտնել այս նշան, ինչը նշանակում է, որ ժամանակն է ցույց տալու առաջնորդի որակներ, բեկում մտցնելու, սկսել նոր աշխատանք փնտրել, աշխատավարձի բարձրացում խնդրել եւ տարբեր ստարտափներ ու ներդրումներ բացել։ Վերը նշված բոլորը կաշխատեն։ Ցուլ, մարտին ցուլերի գործերը փողի առումով բավական լավ կլինեն։ Ուրանը շարունակում է շարժվել կենդանակերպի այս նշանով, ինչը նշանակում է, որ բոլոր անսովոր անկառավարելի եւ ոչ երկրային հանգամանքները, որոնք այդքան խորթ են այս նշանին, աստիճանաբար կանհետանան։ Փողի էներգիաները երկրային եւ հասկանալի ընդհակառակը կսկսեն ներս մտնել։ Երկվորյակներ, Յուպիտերը գրավում է հետաքրքիր դիրք եւ մտնում է երկվորյակի նշանի հենց մեջտեղը։ Հիանալի շրջան է սոցիալական կապեր հաստատելու, կարիերայի սանդուղքով բարձրանալու եւ լավ գումար վաստակելու համար։ Ճարտարախոսությունը, սոցիալականացումը եւ մարդկանց հետ շփումը կօգնեն ձեզ ձեռք բերել շատ լուրջ եւ մեծ հովանավորներ։ Ամեն դեպքում փողը կլցվի ձեր դրամապանակի մեջ, արժե մտածել ձեր անձնական ապրանքանիշի եւ սեփական իմիջի մասին։ Եթե երկվորյակները գոհ են իրենցից, ապա շրջապատողները կրկնակի գոհ են նրանցից, եւ այս ամենը կարելի է հրաշալի կերպով մանիտիզացնել։ Խեցգետին, խեցգետինների բախտը կբերի մարտին։ Կենդանակերպի այս նշանի մեջ երկար ժամանակ խրված Մարսը, որը մերթ-ընդմերթ հետադարձ վերադարձ էր անում ու ստիպում պայքարել մրցակիցների ու ճակատագրի հետ, վերջապես հեռանում է իր սահմաններից։ Սա նշանակում է, որ գալիս է կայունության եւ հանգստության ժամանակը։ Կարող եք մտածել ձեր միջոցներն ավելացնելու հեշտ ճանապարհների մասին, հաշվի առնել ավանդները կամ այլ ներդրումներ, փոքր եւ միջին գնումներ կատարել, ինչպես նաեւ ավելի շատ աշխատանք ստանձնել։ Դրա համար հաստատ կրկնակի կվճարեն։ Ինչևէ, արթնանալու ժամանակն է, առջևում շատ ակտիվ եւ հետաքրքիր ժամանակներ են։ Արյուծ, արյուծների համար մարտ ամիսը փոթորիկից առաջ հանգստություն է։ Դուք պետք է փորձեք այս ժամանակը շատ խելամտորեն օգտագործել ձեր օգտին։ Քանի դեռ խեցգետնի հարևան նշանից Մարսը չի գալիս, կրակոտ կացարան արյուծների դրամապանակներում ամեն ինչ հանգիստ եւ խաղաղ է։ Իհարկե պետք չի ակնկալել ֆինանսական առաջընթացներ եւ մեծ եկամուտներ, բայց ով է չեղյալ հայտարարել այն հրաշալի կայունությունը, որն այդքան թանկ է մեր ժամանակներում։ Դա եկամտի կայուն եւ հստակ աղբյուր է, որը կօգնի ձեզ մնալ ջրի երեսին այնքան ժամանակ, քանի դեռ թագավորական հովանավոր մոլորակները ձեր կենդանակերպի նշանին հզոր հոսք չեն հաղորդել։ Կույս,
Կույսը մարտ ամսվա ֆինանսական հորոսկոպի գլխավոր հերոսներից մեկն է։ Բանն այն է, որ մարտի 14-ին լիալուսինը եւ լուսնի խավարումը տեղի կունենան հենց այս կենդանակերպի նշանում։ Սա նշանակում է, որ կույսերը բառացիորեն կդառնան փողի շարժը որոշող պրիզմա։ Այն, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ եւ ուրիշներին, ուղղակիորեն կապված կլինի ձեր ֆինանսական հարստության հետ։ Պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը եւ այլ մարդկանց օգնելը կպարգեւատրվեն դրամական բոնուսներով։ Եսասիրությունն ու անձնական շահը ընդհակառակը կվախեցնեն բախտը։ Լուսինը ստվերում գտնվելը լույս կբերի նման պահերին։ Այս ամիս փողն անմիջական կապ ունի առողջության հետ, ուստի ոչ մի դեպքում չպետք է արկածների մեջ մտնեք։ Կշերք, ֆորտունայի անսպասելի եւ մութ ազդեցությունը աստիճանաբար սկսում է լքել կենդանակերպի այս նշանը Լիլիթի հետ միասին։ Սա նշանակում է, որ մարտին ամեն ինչ կդառնա ավելի հասկանալի, գեղեցիկ եւ հավասարակշռված։ Երկարատև ճգնաժամը, որի միջոցով անցել է կշերքը, կսկսի նահանջել եւ փողը կամաց կվերադառնա նրանց կյանք։ Այնուամենայնիվ արժե հիշել, կենդանակերպի որևէ նշանից հեռանալուց առաջ դեպի մութ լուսին Լիլիթը սիրում է փորձություններ։ Ի վերջո նշանի ներկայացուցիչները կարող են բախվել մի շատ վտանգավոր իրավիճակի, որտեղ կա փող կորցնելու կամ վատ վարկ դրսևորելու մեծ ռիսկ, ինչը կարող է խաթարել ֆինանսական կարման։ Կարիճ, մարտին կարիճի թագավորությունում ամեն ինչ հանգիստ է եւ խաղաղ, քանի որ հովանավոր Պլուտոն մոլորակը արեգակի հետ բարենպաստ կողմ է ձևավորում։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե գարունը չսկսվի այնքան եռանդով, որքան մենք կցանկանայինք, շատ գործեր եւ ֆինանսական ջանքեր կսկսեն վերել քապրել։ Հիանալի ժամանակ է նոր նախագծեր սկսելու, նոր աշխատանքի անցնելու եւ սեփական բիզնեսը սկսելու համար։ Ցանկալի է, որ գաղափարը կարողանա օգնել մեծ թվով մարդկանց։ Սա կբերի ժողովրդականություն եւ լավ ֆինանսական հարստություն։ Աղեղնավորների համար մարտ ամսին գումար վաստակելու համար շատ կարևոր է գրագետ խորհրդատու ձեռք բերելը, իսկ նպատակահարմար է ընտրել կենդանակերպի կրակի նշանի, խոյ կամ արյոցի ներկայացուցիչ։ Նման մարդիկ կդառնան դրամական էներգիաների յուրատեսակ հաղորդիչ եւ կօգնեն ճիշտ խորհուրդներով կամ գործնական ակնարկներով։ Չափազանց կարևոր է նաեւ սոցիալականացումը եւ ակտիվ շփումը։ Աղեղնավորները երբեք չպետք է գնան դեպի ստվեր եւ գարնան մենակ մնան։ Այս պահվածքը կփակի փողի ալիքը, իսկ ցանկացած տեսակի շփում ընդհակառակը կբերի ֆինանսական հարստության ավելացման։ Արվեստի կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները նույնպես եկամտի լավ աղբյուր կլինեն։ Այծեղջյուր։ Վեներայի եւ Պլուտոնի բարենպաստ ազդեցությունը այծեղջյուրի վրա հնարավորություն կտա իրականացնելու վաղեմի երազանքը, խոշոր գնում կամ գլոբալ նպատակի հասնել։ Ջրհոս։ Պլուտոնը մարտին կարող է պայթյունավտանգ ազդեցություն ունենալ ջրհոսի փողերի վրա։ Ամբողջ հարցն այն է, որ կենդանակերպի սկզբնական աստիճաններում մոլորակը որպես կանոն դեռ չի տիրապետում իրեն եւ ցույց է տալիս իր առավելագույն հնարավորությունները։ Ձկներ։ Մարտին ձկները վերջապես կզգան երկարատև ճգնաժամի մոտալուտ ավարտը։ Նեպտունը աստիճանաբար կլքի կենդանակերպի այս նշանը, իսկ Սատուրնը կմոտենա խոյին։ Սա նշանակում է, որ կարմայի դաժան ուսուցիչները ձկներին որոշակի թուլացման կբերեն։ Դե ինչ շնորհակալություն ուշադրության համար այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Չենք մոռանում բաժանորդագրվել ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։